Կարեն Դեմիրճյանի մասին ես իմ կարծիք ուզում նորից կրկնել։ Ամենևին այս պահին կարևոր չէ վարչապետ, ազգային ժողովի նախագահ։ Կարևոր է, որպեսզի Կարեն Դեմիրճյանը մտնի ակտիվ քաղաքականության մեջ։ Կարեն Դեմիրճյանը իր հետևից եղած կուսակցությունը, ժողովրդյան ամբողջ հատվածը, որ իսկապես համակրում է նրան, Կարեն Դեմիրճյանը 14 տարի ղեկավարել է Հայաստանի Սովետական Հանրապետությունը, 14 տարի կառուցել է այս երկիրը։ Ահռելի փորձ ունի, երկրի տնտեսությունը հրաշալի գիտի, ժողովրդին հրաշալի գիտի, փոխադարձ ըմբռնում կա ժողովրդի հետ, դա երևում է նաև մեր հանդիպումների ժամանակ։ Եվ պոտենցիալը չօգտագործել, այդ հնարավորությունը չօգտագործել, ուղղակի մեղմ ասած սխալ է։ Պիտի դառնա այս երկրի սյուներից մեկը, թե հատկապես որտեղ, այս պահին ես առանձնապես չեմ կարևորում, բայց որ սյուներից մեկը պիտի դառնա, դա կարծում եմ անկասկած է, դա միայն օգուտ կբերի եւ մեր երկրին եւ տնտեսությանը։ Սարգսյան, ձեր պարագայում ասացիք, որ եթե մասնակցում են քաղաքականությանը եւ ես եւ Սամվել Բաբայանը, պիտի լինի վերջին անգամը։ Այսինքն ինչ է անելու Վազգեն Սարգսյանը ընտրություններից հետո, կրկին պաշտպանության նախարարը լինելու, թե կարող է ընտրել ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Ես երկու անգամ արդեն դեպուտատ եղել եմ, մեկ անգամ Գերագույն խորհրդի դեպուտատը 90 թվականին ընտրված, նաև հանձնաժողովի նախագահ։ Մյուս անգամ 95 թվականի ընտրությունների ժամանակ 2 օրով դեպուտատ եմ եղել, մանդատը վայր եմ դրել, այն ժամանակ էլ մանդատը վայր դրեցի 91-ին պաշտպանության նախարար դառնալու պատճառով։ Հիմա չի հավանական է, որ ես մնամ ազգային ժողովում, բայց նաև ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ այս լույսի տակ ցավոք սրտի հիմնական չկա, շատ բան է փոխվում, շատ արագ է փոխվում։ Կապենք, տեսնենք, առայժմ ոչինչ չեմ կարող ասել։ Դեռ մինչև ընտրությունների արդյունքը 15-20 օր ժամանակ կա, տեսնենք ինչպես կրսևորվի։ Պարոն Սարգսյան, զինվորականների քվեարկության վերաբերյալ շատ վեճեր եղան, այնուամենայնիվ մեր օրենսգրքով զինվորականները քվեարկելու են, մասնակցելու են ընտրություններին։ Քարոզարշավը զորամասերում ինչպես է կազմակերպվում։ Բոլոր տեխնատուները կարող են անարգել մտնել զորամաս եւ հանդիպել զինվորներին։ Ոչ, բանակում քաղաքական քարոզությունը մի այլ օրենքով արգելված է, այստեղ պարադոքս կա։ Այդ դեպքում ինչպես են ընտրելու։ Ուրեմն շատ լուրջ խնդիր է եւ շատ խրթիլ։ Ես ասեմ ձեզ դա է, որ մի քիչ առաջ անցնելով ասեմ։ Այն համոզմունքին եմ, որ ազգային նորընտիր ժողովը առաջին օրենքներից մեկը որ պիտի ընդունի, դեռ առաջին տարին իր գործունեության պիտի դասական օրենքերի ընտրությունների մասին։ Ոչ թե թողնի վերջի տարին, ոչ թե որպեսզի յուրաքանչյուր ազգային ժողով գա մի նոր օրենք գրի իրեն վերարտադրելու համար, այլ դասական մի օրենք պիտի գրի ընտրությունների մասին։ Եվ այդ օրենքի մեջ ես առաջարկելու եմ, որպեսզի բանակը գոնե ազգային ժողովի ընտրություններին չմասնակցի։